Մի այսպիսի արտահայտություն կա, օգտագործում են հիմնականում ուռապատրիոտները, հիմա ընդդիմադիրները։ Այդ արտահայտությունը անում են, որպեսզի պանիկա սփռեն, տագնապ, ինչի համար։ Տագնապած հասարակությունը ավելի հեշտ է կառավարվում եւ ավելի հեշտ է ենթարկվում մանիպուլյացիաների։ Ժամանակ չկա, վաղը թուրքը կգա։ Ժամանակ չկա, վաղը թուրքը կմտնի։ Այսօր Միքայել arczepiskopos-ին տեսա, ում պետությունը թույլ է տվել, որ կիրակնօրյա պատարակներին նա մասնակցի։ Քաղաքացիական հագուստով իշքան հասկացա մի ոստիկան ուղեկցում է, հետո ուղեկցում է իր տուն։ Այսինքն ստացվում է, հարգելի բարեկամներ, հայը կարող է անել, հայ քննիչը կարող է գործ կարել չեղած տեղը, եւ հայ դատավորը կարող է հայ քննիչի կարած գործը ընդունել, ասել ճիշտ ես արել, որ կարել ես, այստեղ հանցակազմ կա եւ պետք է հրապարակեմ մեղադրական դատավճիռ։ Հայ դատավորները, հայ միլիցեքը, հայ քննիչները կարող են այսպիսի գործունեություն իրականացնել հայի նկատմամբ, բայց թուրքը իրավունք չունի։ Իսկ կարող է թուրքը, եթե գա, միա դուք պիտի մաստեր կլաս ցույց տաք, թե ինչպես կարելի է ստորացնել հային։ Կարող է թուրքը եթե գա, թեպետ թուրքը վաղուց է եկել։ Դուք մի հատ էլ պիտի դասընթացներ կազմակերպեք, որ ձեզանից սովորի, թե ինչպես կարելի է մոլորեցնել, կեղեքել այս ժողովրդին։ Այսինքն, եթե Ալեն Սիմոնյանը շրջում է Երևանի կենտրոններում, դա կարելի է, ու Ալեն Սիմոնյանի անվտանգությունը ապահովում են հայ աֆիցերները։ Սա նորմալ երևույթ է։ Բայց Ռամիլ Սաֆարովը իրավունք չունի Երևանի կենտրոնով ման գալու, որովհետև նա ադրբեջանցի է։ Ես ուղղակի համեմատության համար ասեմ, որ Ռամիլ Սաֆարովը կերել է 1 հոգու գլուխ, գիշերը կացնահարելով Գուրգեն Մարգարյանին։ Ալեն Սիմոնյանը եւ իր քաղաքական թիմի ներկայացուցիչները մի ողջ սերունդ են բարի բուն իմաստով սպանել տվել։ Մեկը բայց հայ է, մյուսը ադրբեջանցի է։ Մեկը հայ է, ում անվտանգությունը ապահովում են մեր բարեկամները, մեր հարևանները, մեր դասընկերները, մենք այդ մարդկանց հետ խնդիր չունենք, չէ՞։ Այդ մարդիկ մեզ հետ մասնակցում են կնունքների, ծնունդների, տարբեր արարողությունների, մեր երեխաները իրենց երեխաների հետ նույն դպրոցում են սովորում եւ այսպես շարունակ, եւ սա նորմալ է։ Ուսա կոչվում է երեսպաշտություն։ Ուսա կոչվում է փորձել մոլորեցնել, տագնապ տարածել, ինչի համար ավելի հեշտ մոլորեցնելու, ավելի հեշտ կառավարելի դարձնելու եւ սրա վերջնական նպատակը այս հռետորաբանության, որը տարածում են լրատվականները, վերջնական նպատակը փողն է։ Որովհետեւ հայրենասիրությունը մեզ համար եղել է փող աշխատելու, հայ ջոչերի համար եղել է փող աշխատելու լավ, շատ լավ հնարավորություն, շատ լավ հնարավորություն։ Կան մարդիկ, ովքեր իրենց ամեն երկրորդ բառը թուրք ադրբեջանցի։ 5 տարի է կա կոնկրետ մեղադրանք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոս նախարարը հավաքագրված եղել թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Ոչ մի գործ չի հարուցվել զրպարտության համար, ոչ մի գործ։ Որևէ մեկը չի հարցնում զրպարտության համար գործը ուր է։ Ոչ միայն գործը չի հարուցվել,
այլ նաև այն մարդը, ով մեղադրում էր Արարատ Միրզոյանին, այդ մարդու եղբորը բերեցին, նստեցրեցին Արարատ Միրզոյանի կողքը որպես արդարադատության նախարար։ Եթե չկա զրպարտության հետ կապված հարուցված գործ, միգուցե ճիշտ է։ Ու որևէ մեկը այդ դեպքում նաև չի հարցնում, թե այդ դեպքում դու ինչ իրավունքով ես այս անձնավորությանը։ Այս սկանդալը այսպես լրության տվեցին, ընդդիմադիր այսպես կոչված եւ իշխանական լրատվականներ, եւ թողես գնաց։ Բայց այդ ընդդիմադիր հատկապես լրատվականներից ուժեղ հակաթուրքական պրոպագանդա է տեղի ունենում, բայց մեր աչքի առաջ տեղի են ունենում այսպիսի այլանդակություններ եւ բացարձակապես այս սկանդալը չի ունենում որևէ ռացիոնալ տրամաբանական հետևանք։ Ինչու՞, որովհետեւ թուրքատիացությունը դա դարձել է ժամանակակից հայերի համար լավ բիզնես։ Ադրբեջանցիներին չսիրելը դարձել է ժամանակակից հայերի համար լավ բիզնես։ Ու այն մարդիկ, ովքեր ասում են, մենք ծրագիր ունենք, մենք չգիտեմ ինչ ունենք, սա ունենք, նա ունենք, Հայաստանի հայ ժողովրդին ոչ ծրագիր է, ոչ ծրագիր է պետք, ոչ տնտեսական, ոչ մեզ առաջին հերթին պետք է, դա հետո մեզ առաջին պետք են մոտեցումներ, որոնք ժողովրդին ցույց կտան, թե ինչպիսի իրավիճակում ենք մենք հայտնվել, մեզ պետք են քաղաքական փիլիսոփաներ։ Մարդիկ, ովքեր կարողանան ժողովրդին առերեսել ճշմարտության հետ եւ այդ մարդկանցից գլխավորը, միակը, եզակին Միքայել arczepiskopos-ն է, ով հայ դատավորի ձեռքով այսօր գտնվում է այսպիսի սահմանափակումների մեջ։ Հայ դատավորի, դա թուրքը չի արել։ Միգուցե դա արվել է արտաքին պատվերով։ Ես այստեղ մեր չգիտեմ Նիկոլ Փաշինյանը հաճախակի է գնում Վատիկան, ինչ որ բարձր պարգևների է արժանանում Վատիկանից, չգիտես ինչի համար։ Մեկը պիտի հարցնի վերջը, դու մերօրյա Թոմա Ակվինացին ես, Ֆրանցիսկ Ասիզեցին ես, ինչ ես արել դու քրիստոնյա աշխարհի համար, որ այդպիսի պարգևների ես արժանանում։ Դու Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, Միքայել Մինասյանը, ինչ ես արել դուք ինչ եք արել։ Հատկապես Սերժ Սարգսյանը, հա, ու Միքայել Մինասյանի ընկերները հիմա կարող են ասել, որ Նարեկացու Արցանի տեղադրումը դա մեծամասամբ Մինասյանի վաստակն է, լավ, բա մնացածը ինչ են արել, ինչ են մնացածը արել եւ այսպիսի մարդուն դնել նման սահմանափակումների մեջ, հայի ձեռքով, ու հետո ասեն թուրքերն են արել։ Ես կարծում եմ, ու նաև ես պիտի հիշեցնեմ ձեզ, հարգելի բարեկամներ, որ ընդամենը 1 տարի առաջ էր, երբ հիմա իշխանությունը սահմանափակել է arczepiskoposին, 1 տարի առաջ ընդդիմադիր պրոպագանդիստները, ընդդիմադիր ստահակները ՀՀԿ-ի եւ դաշնակների գլխավորությամբ Պատիվ ունեմի եւ Հայաստան դաշինքի գլխավորությամբ կազմակերպել էին մի սարսափելի արշավ Միքայել arczepiskoposի նկատմամբ։ Թուրքերը չէին կազմակերպել այդ արշավը, դա կազմակերպել էին հայերը, ուռապատրիոտ հայերը։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը սահմանափակել է տվել ֆիզիկական իր տեղաշարժը, այս մարդիկ ընդհանրապես ուզում էին, եղան նաև ստահակներ, ովքեր լրատվականներից պահանջում էին, որպեսզի Միքայել arczepiskoposը կարգալույծ լինի։ Դա ընդամենը 3 է եղել։ Ու սա կհիշվի։ Սա պիտի հիշվի ու սրա մասին պիտի գրվի։
Ու ինչի համար էին հայերը սա անում։ Հայերը սա անում էին, որովհետև arczepiskopos-ը հանդգնել էր բավական ոչ պոպուլյար, բայց ճշմարիտ գնահատական տակ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին։ Ու հիմա այն մարդիկ, ովքեր այդպիսի այլանդակություններ էին կազմակերպում եւ հիմա էլ են կազմակերպում, բնականաբար։ Հիմա էլ ուրիշ մարդկանց նկատմամբ են կազմակերպում։ Վրազեցնում են, շտապեցնում են, թե պետք է համախմբվել, որովհետեւ վաղը թուրքը կգա։ Որովհետեւ վաղը ադրբեջանցին կգա։ Այսպիսի Հայաստան։ Այսպիսի Հայաստան։ Եվ սա իմանալով է, որ ես ասում եմ, որ հային պետք է հայից փրկել։ Եվ հույս հայտնում, որ այդ փրկությունը հայի ձեռքով կլինի, իսկ եթե ոչ, թող օտարի ձեռքով լինի։ Թող օրհնվի այն օրը, երբ հայ ժողովուրդը կազատվի այս ստահակներից, այս պատոնկներից։ Ու վերջում։ Գիտեք, կան հանցագործություններ, որոնք չունեն վաղեմության ժամկետ։ Հայ ժողովրդի հետ տեղի ունեցել սովորական ժողովրդի հետ տեղի ունեցել մեծ հանցագործություն, եւ այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ։ Այսինքն ինչքան ժամանակը առաջ է գնում, այդքան այդ ժամանակի առաջ գնալը չի ազդում ցավի վրա։ Եվ այս հանցագործությունը իրականացրել են ներկա եւ նախկին ռեժիմները, որը մեկ ամբողջություն է։ Պատկերավոր ասած մարդիկ գնացել են, նուրը վերցրել են իրենց ձեռքը, պատկերավոր ասած, այս նկատի չունեմ միայն Ալեն Սիմոնյանին եւ Պապիկյան Սուրիկին։ Ալեն Սիմոնյանը եւ Պապիկյան Սուրիկը այդ կոլեկտիվի, այդ հանցագործու կոլեկտիվի առանձին մասերն են։ Ասել են Աղդամը մեր հայրենիքն է եւ արդեն որյորդ տարին է հրահրել են Դավադիշ պատերազմը իրենք, այդ կոլեկտիվը, ամեն ինչ արել են, որ պատերազմը չավարտվի, ամեն ինչ արել են պատերազմը չավարտվի, հիմա ասում են, այն մարդիկ, ովքեր երբևէ այդտեղ ծառայել են, զոհվել են, իլուր աշխարհի հայտարարում են, որ այդ մարդիկ եղել են օկուպանտ խուժան։ Փաշինյան Նիկոլն ասում է գիտակցված մենք զոհողության են գնացել։ Ուրիշի երեխեքին գիտակցված տարել են զոհողության, ոչ իրենց երեխեքին։ Քոչարյանը Անդրանիկ Աշոտ Փաշինյանի կյանքը ով է փրկել, ասում եք դա գաղտնիք է պետական։ Դրա ի՞նչն է գաղտնիք։ Ու մի խոսքով։ Ես ներկա իշխանավորներից երկու հոգու եմ տեսել, ովքեր ցավից շփոթված են եղել։ Երկու հոգու եմ տեսել, ովքեր ում երևի անդրադարձել է այս ողբերգությունը եւ ցավից եղել են շփոթված։ Բայց սրա ֆոնին մենք տեսել ենք տասնյակ մարդկանց, ովքեր բերանները բացած երաբլուրներում եւ այլ վայրերում իրենց կյանքն են վայելում երկով, պարով եւ այսպես շարունակ։ Հետեւաբար այս ողբերգությունը, որը հայերն են արել, չունի վաղեմության ժամկետ։ Սա հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ, հարգելի բարեկամներ։ Այսինքն ինչքան տարիները անցնեն, այն կմնա նույն կերպ։ Եվ Փաշինյան Նիկոլը ամեն ինչ անում է, որպեսզի հանցագործությունը չստանա իրավական հետևանք։ Փաշինյան Նիկոլը ամեն ինչ անում է, որպեսզի հանցագործությունը տեղի ունեցած չստանա քաղաքական հետևանք։ Բայց դրանով ինքը հող է նախապատրաստում, սա չի հասկանում։ Դրանով ինքը հող է նախապատրաստում, որ վաղը մյուս օրը հենց իր անձի նկատմամբ կարող է տեղի ունենալ, պատմությունն է սրա մասին խոսում։ Իր դեմ կարող է տեղի ունենալ, ես ոչ թե կոչ եմ անում, հարգելի բարեկամներ։ Ես ուղղակի փաստերն եմ համադրում։ Ահաբեկչական ակտ,
Եվ ես չեմ ուզում դա լինի։ Ես չեմ ուզում դա լինի, սա ոչ թե կեղծ ինչ որ հումանիստական խոսք է, հարգելի բարեկամներ, ինչի համար։ Որովհետև եթե տեղի ունեցավ ինչ որ մի ակտ Փաշինյան Նիկոլի նկատմամբ, իսկ Փաշինյան Նիկոլը ամեն ինչ անում է անգիտակցաբար, վստահաբար կարող եմ ասել անգիտակցաբար, ամեն ինչ անում է, որպեսզի դա տեղի ունենա։ Դա կլինի տեղի ունեցածը կլինի մեծ ողբերգություն հայ ժողովրդի համար, ինչու, որովհետև ինչ որ տեղի է ունեցել, հարգելի բարեկամներ, ինչ որ տեղի ունեցել է, ձեզ հայտնի ուռապատրիոտ այդ շրջանակները ելնելու են, ասեն, սա էլ է ինքը արել, սա էլ է ինքը արել, սա էլ է ինքը արել։ Եվ որպեսզի նման իրավիճակ չստեղծվի, հարգելի բարեկամներ, պետք է որ տեղի ունենա իրապես դատական գործընթաց, որպեսզի Փաշինյան Նիկոլը իր մասով պատասխանատվությունը կրի, մնացածները իրենց մասով պատասխանատվություն կրեն։ Հակառակ դեպքում այսպես գնում ենք եւ նաեւ քաղաքական պատասխանատվության համար, քաղաքական հետևանքներ չունենալու համար այստեղ հանցագործությունը չունի քաղաքական հետևանք, գոնե այստեղ իրենց մեծագույն պատասխանատվության բաժինը ունեն պարլամենտը դաշնակ մասնակների գլխավորությամբ։ Պարլամենտը հեկերը ադրբեջանցիներին վաճառողների եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացիոն ստացողների այդ խմբակների գլխավորությամբ։ Սա նմանվում է չդադարող մղձավանջի, բայց ես վստահ եմ, որ այն մի օր կավարտվի, դա Աստված հայի ձեռքով։